Սյունիքի կրակոցներ։ Սյունիքում կրակոցներ եղել է թե ոչ։ Այս հարցը մեր առօրյայի մի մասն է դարձել։ Հարգելի ժողովուրդ, ով չալարեց գնաց Սյունիք, կրակոց նկարեց, ընկավ գյուղերում, տատիկ-պապիկ ման եկավ, որ հուզմունքի տակ ձայնագրեն բերեն։ 100 հատ վիդեո կա։ Էլ այս հարցի քննարկումն ինչի համար է։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մարդիկ թքած ունեն բոլորի վրա։ Սրանց միակ նպատակը բանակին եւ ՊՆ-ին վարկաբեկելն է։ ՊՆ-ն սենց ասեց, բայց գյուղի տատիկը սենց ասեց։ Հետո նախ ՊՆ-ն հանդես է գալիս այն դեպքում, երբ դրա կարիքը կա եւ պարտադիր չէ, որ ամեն ինչ հալի լցնի ձեր ականջները։ Նախկին պաշտպանության նախարարը գյուղացու բառերը վկայակոչում է որպես փաստ եւ ՊՆ-ին անվանում ստախոս։ Դուք գեներալ եք թե ինչ։ Մի բուր հող կերեք, ընկեր։ Ցանկացած հայտղա, ով ծառայել է, գիտի, որ թե ժամանակավոր բռնազավթված Արցախում, թե Հայաստանի Հանրապետության սահմանին 33 տարի չի եղել գեթ մի օր, որ թշնամին անկանոն կրակահերթ չանի։ Ամեն օր սահմանի գոնե մի հատվածում մի քանի անգամ կրակում են։ Հիմա անցնենք, թե ինչու բանակը չի պատասխանում։ Ասեք, խնդրեմ, ում եւ ինչին պետք է պատասխանենք։ Ասենք, թշնամին մի 10 հատ կրակեց, լինի դա օդ, լինի անհայտ ուղությամբ կամ թեկուզ դիրքի ուղությամբ։ Բանակը վերցնի մի 10,000 հատ հետ կրակի։ Ասեք, խնդրեմ, ինչ կփոխվի։ Բետոնից դիրքերի վրա կրակելով ինչ ենք փոխելու։ Ինչով է նման հիմար քայլը տարբերվում 30 տարի նկարահանված Կիլդի մուլտից։ Մինչև 2020 թվականը մի փամփուշտին 10 պատասխանում էինք։ Ինչ եղավ։ Թշնամին վախից փախավ, թե պատերազմելու ցանկությունը կորավ։ Հանգիստ ձեր գործով զբաղվեք եւ սրճարաններից վերընկած զինվորին դաս մի տվեք, թե ինչ եւ երբ անի։ Ազգին խուճապի մի մատնեք։ Հիմա անցնենք այն մասին, որ ամեն մի չնչին բանին գոռում են, ազգին խուճապի մի մատնեք։ Պարտադիր այսպիսի բան գրում են տակները լցրած տղամարդիկ։ Ամոթ հարա, երբ այս ազգին նապաստակ դարձրիք, երբ այսքան ստորացրիք, որ ամեն հային գոռում են, ազգին սարսափեցնում են։ Ով եք դուք, որ ազգի անունից խոսեք, ֆունտիկներ։ Ազգը ոչ մի բանից չի վախենում, ամուր կանգնած է եւ կանգնելու է։ Զինտեխնիկայի տեղաշարժ։ Թշնամու մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում են Հայաստանի Հանրապետության զինտեխնիկայի տեղաշարժի տեսանյութեր։ Հին է թե նոր, բացարձակ կապ չունի։ Այդ հինը երկնքից չի ընկել, այլ ինչ որ մեկը նկարել եւ տարածել է։ Պարբերաբար հիշեցնում ենք մեր քույր եւ եղբայրներին, չնկարել եւ չտարածել։ Բայց պարտադիր հայտնվում են ինչ-որ հայրենասերներ, ճակերտավոր, սկսում են գոռալ. «Ինչ եք ազգին ահաբեկում»։ Նման էժան քայլերը առնվազն ստորություն է։ Ազգի անունից խոսելուց առաջ թափ տվեք ձեզ։ Վստահ եղեք մեր բանակին։ Հարգելի ժողովուրդ, սահմանին տղերքը ամուր կանգնած են եւ գլուխները կախ իրենց գործն են անում։ Առայժմ աննախադեպ ոչինչ չկա։ Հետևեք միայն եւ միայն պաշտոնական լրահոսին։ Այսօր աշխարհում իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ։ Մենք էլ բացառություն չենք։ Եթե ինչ-որ բան փոխվի, դուք տեղեկացված կլինեք։ Վերջ տվեք տարատեսակ անբարոյական էջերից եւ դրանց սուտի ռեմբոներից լուրեր տարածելուն։ Հաջորդը կխոսենք Գյումրու պատմական ընտրություններից։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։